Նոյեմբերի 20-ից 30-ը սալիկների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 1100 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Այդտեղ կա նաև երրորդ ռիսկը, որոշակի քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության արդյունքում որոշակի մոնետիզացիայի նաև գործարքներ կարող էին տեղի ունենալ։ Էլեկտրաէներգիա ստվերային վաճառք։ Ստվերային շրջանառություն, այո, ստվերային գումարներով նաև 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են այսպես նախաձեռնված, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, ով հավելագրում էր արել համայնքային ոճառավարային կազմակերպության հաշվիչին 1 միլիոնից ավելի գումարի էլեկտրաէներգիա եւ դրանով եւ տեխնիկական կորուստները նվազեցնում, մոտեցնում, մոտարկում սահմանված ցուցանիշին 7%-ին, ինչպես նաև հանրության կամ պետական ու համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառության էլեկտրաէներգիա։ Այսինքն պետական հիմնարկների հաշվին ավել հոսանքի սպառած հոսանքի ավել տվյալ են գնում։ Այո, ավելիներ վճարում պետբյուջեն, քան իրականում սպառել է տվյալ հիմնարկությունը կամ Այսինքն ինչ հիմնարկների մասին է խոսքը։ համայնքային կամ դպրոցի շենքեր կարող են լինել, բժշկական կենտրոնը կարող է լինել, կոմունալ տնտեսության հողակներ մեծամասամբ, քաղաքների, մեր բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցերի վրա են ահռելի հավելագրումներ արվել եւ հավելագրումների ծավալը ընդհանրական, որ ասեմ, արդեն իսկ հայտնաբերված եւ փաստաթղթավորված անցնում են մի քանի միլիոն կիլովատ-ժամ քանակներով։ Միջինացված դա կարելի է բազմապատկել միջին սակագնով 50 դրամով օրինակ, մի քանի տասնյակ միլիոն դրամի յուրացում մեքենայությունների բյուջե ենք ստանում։ Բայց դրանք հայտնաբերված փաստացի ֆիքսվածներն են։ Փաստաթղթավորված եւ քրեական վարույթներն նախաձեռնված եւ ՀՑԿՀ կողմից վարույթի շրջանակներում ուսումնասիրված եւ հաստատված են բարվարշ։ Բայց նաեւ ես կարդացի եւ հարցազրույցներ լսեցի, որ 2018-ից 24 թվականի տվյալները անհետացել են։ Դա եւս առանձին բավականին ցցուն պատկեր է կառավարման ճգնաժամի, ինչ պետության միջամտության հավելագրումները այս նոր ժամանակահատվածի մասին են, թե նախորդի։ Մինչև կառավարչի նշանակումը, կառավարչի նշանակումից առաջ։ Իսկ այդ 2018-ից 24 թվականի տվյալները, որ անհետացել են ինչ-որ ձևով, այդ նշանակում է, որ պոտենցիալ հավելագրումների տվյալները եթե եղած լինեին, այդ տվյալների հետ կանհետանային։ Կարող ենք ենթադրել, բայց այստեղ ավելի խորքային խնդիր ունենք։ ԵԲՑ կանոններ կան սահմանված ՀՑԿՀ կողմից, էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցի կանոններ են կոչվում։ Դա իրավակարգավորումներ են, որին պետք է հետևի ՀԵՑ-ը եւ լիցենզավորված ոլորտում ցանկացած իրավաբանական անձ, եւ այդ կանոններով ՀՑԿՀ-ին հասանելիություն եւ երաշխիքներ պիտի տրվեն բաժանորդների, քաղաքացիների իրավաբանական անձանց կողմից սպառած էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչներից այդպես ձևավորված համակարգում բոլոր հավաքագրված ինֆորմացիաների պիրամիդա համակարգ է կոչվում եւ 2025 թվականի ընթացիկ տարվա հունվար ամսվա առաջին օրերին նկատել են ՀԵՑ-ում պատասխանատուները, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում եւ ՀԵՑ-ը ինքը ներքին ստորաբաժանում չուներ նման ծավալի շուրջ 700,000 սպառողների հաշվիչների հավաքված համակարգի մասին է խոսք հասունություն ունեցող սպասարկելու եւ այդ համակարգի սպասարկումն իրականացվում էր արտաքին միջամտության շնորհիվ, այդ թվում եւ ռուսաստանյան որոշ ընկերությունների, որոնք կամ ուղղակիորեն մաս են կազմում դաշինի ընկերությունների խմբին կամ արտապատվիրակված են այդ ծառայությունը ռուսական ընկերությունների 40-ից ավելի դոստուպներ ուներ համակարգը այդ փուլում մեր ուսումնասիրություններն են դա ցույց տալիս